Ինչի համար եք այսօր եկել այստեղ։ Եկել եմ սպասում եմ փոփոխությունների։ Ինչ փոփոխություն։ Դեպի լավը։ Դնի իշխանափոխություն, դնի փոփոխություններ դեպի լավը։ Կգա Սամվել Կարապետյանը վարչապետ եւ կբերի նոր մենեջմենտ, նոր գաղափարներ, նոր ներդրումներ։ Ձեր նման գեղեցիկ երիտասարդներին ճանապարհ կտա։ Հայաստանը կաճի, կզարգանա։ Ես օրինակ երեք եմ եկել Սևիլայից, Մեքսիկա, Իսպանիայից եւ նոր համեմատում եմ Հայաստանը եւ Իսպանիան եւ տեսնում եմ ինչ խայտարակ վիճակում է գտնվում Հայաստանը եւ նրանք ընդհանրապես 30-40 տարում ապահովել են այդ աճը Ֆրանկոյից հետո մեր պետությունը անկախ է արդեն ինչքան 35 տարի չէ 35 տարում մենք ոչ մի բանի չենք ասել, ոչ մի բանի, անգամ մենք չենք կարողացել կառուցել խողովակներ, որ կոյուղաջրերը դուրս բերենք։ Հավանական եք համարում Սամվել Կարապետյանի հաղթանակը։ Ես ոչ թե հավանական եմ հավանում, ես համոզված եմ, որ այդ հաղթանակը անհրաժեշտ է, որտեղ եթե Հայաստանը չունենա այդ հաղթանակը ինքը մեծ եւ մեծ հարցերի դեմ է կայնելու, ասենք այդ նույն հարցերի մասին Փայլուն ձևի գիտի Նիկոլ Փաշինյանը, Փայլուն ձևի գիտի եւ ուղղակի ինքը ժողովրդին չի ասում, որովհետեւ Փայլուն ձևով իմանալով այդ խնդիրները ինքը օր առաջ պետք է հրաժարական տա։ Փաշինյանն ասում է, եթե ինքը իշխանության չլինի, ապա պատերազմ կլինի։ Եթե ինքը իշխանության չլինի, ոչ մի պատերազմ չի լինելու, որովհետև այս ուժը զորայական կետից չի սկսելու եւ կարողանալու է ապահովի փոքր բիզնեսի համար աճ, ձեր նման երիտասարդների համար մատչելի գներով բնակարաններ, բերելու է ներդրումներ եւ Հայաստանը ավելի ամուր լինելու։